Չեմ ուզում գուշակություններ անել, բայց պատմությունը ցույց է տալիս, որ բոլոր խոշոր պատերազմները հրահրվել են եւ բռնկվել են մանր-մունր երկրների շնորհիվ։ Ասենք առաջին համաշխարհայինը։ Դրա թրիգերը հանդիսացավ ավստրիացի թագաժառանգի սպանությունը Սարայևո քաղաքում, որից հետո կալանավորվածները 6 կալանավորված տերորիստ երիտասարդ Գավրիլո Պրինցիպի գլխավորությամբ ցուցմունք տվեցին, թե Սերբիայի կառավարությունն է իրանց ուղարկել։ Ինչի հնարավոր չէր կարող նման բան տեղի ունենալ։ Սերբիան ընդհանրապես կապ չուներ դրանց հետ։ Դա երիտասարդ բոսնիա կուսակցության արմատական թևներ, տերորիստական, որը ֆինանսավորվում էր Անգլիայից։ Եվ դա լեգիտիմ հիմք տվեց Ավստրիային պատերազմ հայտարարել Սերբիային։ Նիկոլայ II-ն չկարողացավ իր աներձակին Գերմանիայի կայզերին զսպել, հետ պահել պատերազմից եւ Եվրոպայում բռնկվեց այդ մսաղացը 4 տարի, որը 4 տարի տևեց եւ մոտ 20 միլիոն զոհ բերեց եվրոպական ժողովուրդներին։ Երկրորդ համաշխարհայինի թրիգերը Լեհաստանն էր։ Լեհաստանի աշխարհակահաղական անմեղսունակությունը, որը Հիտլերին թույլ չէր տալիս դեպի Դանսինգ միջանց բացել։ Դանսինգը այսօրվա Գդանսկ քաղաքն է, որը Ստալինը նվիրեց լեհերին, որը առաջի համաշխարհայինի արդյունքներում Գերմանիայից դուրս հայտնվեց, ոչ միայն աշխարհագրական, այլ նաև քաղաքական առումով դա գերմանական քաղաք չէր, թեպետ բնակեցված էր 95%-ով գերմանացիներով։ Հիտլերի երազանքը հետևյալն էր, խնդրում էր լեհերին, թե թողեք ես իմ Դանսիգի հետ, իմ գերմանացի ժողովրդի հետ միավորվեմ, մի հատ էքստերիտորիալ միջանցք եմ ուզում։ Հետո կհզորանանք, կմիավորվենք միասին մեր անգլոսաքս ախպերների հորդորով կգնանք Ռուսաստան, ինչևէ, ոչ մի կերպ լեհերը չհամաձայնեցին, Հիտլերը տեսավ, որ անմեղսունակ են սրանք, որոշեց եւ Դանսինգին եւ Արևմտյան Լեհաստանին տիրանալ Ստալինի օգնությամբ եւ 39 թվականի սեպտեմբերի 1-ին այդ օպերացիան սկսվեց։ Ռուսաստանը, Սովետական Միությունը վերադարձրեց իր ցարական Ռուսաստանի տարածքները, այսինքն արդարությունը վերականգնեց, Հիտլերն այդ պատժեց այդ անմեղսունակ ժողովրդին, այդ անմեղսունակ պետությունը։ Այսօր աշխարհում ինչեր են կատարում, օրինակ տեսեք, Հայաստանը շատ ճիշտ ժամանակն է ընտրել միանալ Եվրամիությանը։ Վերջերս Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակեց մի շարք եվրոպական քաղաքներում գործող ռազմական գործարանների հասցեներ, որտեղ արտադրվում են ուկրաինական զորքերի համար զենք զինամթերք, մասնավորապես դրոններ։ Ցանկը կա, Դյուսելդորֆ, Մադրիդ, ինչ-որ անգամ Լատվիայում կան նման գործարաններ գործող, ինչ ասա նշանակում։ Այդ է պաշտպանության նախարարությունը մեծ տերության քաղաքների ցանկ է հրապարակում, ասելով, որ այս քաղաքներում Ռուսաստանը խոցող զենք զինամթերք է արտադրվում, դրա շարունակությունը որն է, շարունակությունն է նա, որ անպայման այդ քաղաքները ենթարկվեն ռուսական օդային հրթիռային հարվածների։ Եվ խնդիրը ստեղ մենակ ժամանակն է, մենակ Սկոտ Ռիդեր կա, Հայաստանում բավականին հայտնի, նախկին ամերիկյան հետախույզ գնդապետ, որը ասում է, որ հավաստիացնում է, որ Կրեմլի որոշումն ընդունված է։ Խնդիրը մենակ ժամանակն է եւ կոնկրետ որ քաղաքներն են թիրախորովելու։ Այսօր Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը բացահայտում է հրապարակում, որ ուկրաինացիներին ըստ ամենայնի
անգլիացիների օգնությամբ համոզվել է Լատվիային համոզել, որ ոչ թե միայն օդային տարածքն իրենց դրոնների համար, դեպի Ռուսաստան ուղևորվող դրոնների համար, այլ նաև հենց դրոնները արձակվեն Լատվիայի տարածքից եւ բազաներ են շեշտում, թե կոնկրետ որ բազաներում են բանդերական դրոնների օպերատորներ տեղակայված։ Ադաժի, Սելիա, Լիելվարդե, Դաուգավպից եւ Եկապիլս բազաներում։ Այս մասին զեկուցում է ռուսական արտաքին հետախուզության ծառայությունը Նարիշկինի գլխավորությամբ, եւ սա ինչ որ շարունակություն կունենա այս ամեն ինչը։ Ռուսաստանը իրավունք ունի այդ բազաները դիտարկել որպես օրինական ռազմական թիրախ եւ ապայման իր գործը կանի։ Այսինքն, ելի խոսքը գնում է, ելի մենք տեսնում ենք մի իրավիճակ, երբ ինչ որ մանր պետությունների պատճառով, ինչ որ Լատվիա, Մատվիա, Էստոնիա համաեվրոպական համաշխարհային հրդեհ կարող է բռնկվել եւ այդ հրդեհում թե ով կմնա, ով ոչ կմնա, ով կայրևի եւ կփոշիանա, շատ մեծ հարց է։ Եվ զարմանալի է, ինձ համար զարմանալի չէ, որ Հայաստանը հենց այս բանն է ընտրել Եվրամիությանը միանալու, եվրաինտեգրվելու վերջնականապես, եւ այն Եվրամիություն է գնում հայ ժողովուրդը, իր ժողովրդապետի գլխավորությամբ, որը այսօր դառնում է ամենապատմության մեջ երբևէ գոյություն ունեցած ամենաայլանդակ հակառուսական ռազմական կառույցը։ Հիմա պատկերացրեք եվրոպական ինտեգրացիան Հայաստանի շարունակվում է, պատերազմը բռնկվում է, իսկ այդ պատերազմը օրերի շաբաթների հարց է, գոնե առնվազն Լատվիա, Լիտվան կպատժվեն, պլյուս մի շարք գերմանական եւ լեհական թիրախներ։ Եվ ինչ է անելու Հայաստանը։ Ուկրաինայի օրինակով պետք է ասի, թե այս պատերազմում մենք ռուսների դաշնակիցը չենք, հա։ Իբր Ռուսաստանը էլի ագրեսոր է, ռմբակոծում է Լատվիայի նման խելոք երկիրը, դեմոկրատական, եւ մենք այս հարցում ռուսների դաշնակիցը չենք։ Լավ, մեկը պատկերացնում է, բարձա իշխող էլիտայի շարքերում մեղսունակ մարդիկ չկան, նրանք հազարություն կատարում մանկուրներ են, նրանց կարծիքը հարցնող չկա, նրանց եվրոպական արևմտյան վերադասներն ասում են սականեք, նրանք անում են առանց մտածել։ Լավ, բայց այս հանրության մեջ նորմալ մարդիկ չեն մնացել։ Ընդդիմության շարքերում, խոսքը ռեալ ընդդիմության մասին, եթե դուք ուր եք տանում, լավ ես երկիրը։ Ձեր եվրոպական այս մանր-մունր եղբայրական երկրների պատճառով վաղը կարող է շատ լուրջ պատերազմ սկսվել։ Եվ դուք ուզում եք մասնակցել այդ միությանը, ինչևէ, վիճակը պայժանավտանգ է եւ հատկապես ոնց ասեմ տհաճ է Հայաստանի դիրքորոշումը այս իրավիճակում, Հայաստանի հակառուսական, փաստացի հակառուսական կողմնորոշումը։ Ինձ համար շատ քիչ հասկանալի եւ արսարացում չունեցող պատճառներով այսօր թե Կարապետյանի ճամբարից, թե Քոչարյանի, դե Զարոկյանի մասին չեմ խոսում, դեռ ճամբար չկա, դա թյուրիմացություն է։ Մենք չենք տեսնում Քոչարյանի եւ Կարապետյանի կողմից խիստ ընդգծված հակաեվրոպական կեցված, հակաեվրոպական, հակապատերազմական կեցված, իսկ նրանք չեն կարող չտեսնել, թե Եվրոպան այս ամեն ինչը ուր է տանում, ինչի է հանգեցնում։
Եվրոպայի քաղաքական էլիտան, իդեմս անգլոսաքսերի, չի մերվում, չի համակերպվում Ռուսաստանի հաղթանակի հետ Ուկրաինայում եւ Ռուսաստանի գերտերության կարգավիճակում վերականգնվելու հետ։ Այդ իսկ պատճառով նրանք իրենց մանր-մունր այդ սատելիտներով, արբանյակներով փորձում են հսկայական պատերազմ հրահրել Եվրոպայում։ Հետո տեսնեն, թե ով այդ պատերազմից հետո Եվրոպայում ինչ կմնա։ Կմնա արդյոք Եվրոպա թե ոչ։ Եվ մեր ռեալ դիմադիրները, որոնք ի վիճակի են Փաշինյան Նիկոլից մեզ ազատել, ընդհանրապես ուշադրություն չեն դարձնում այս խայտառակ իրականությանը։ Կարծում եմ անհրաժեշտ է նախընտրական կամպանիայի քարոզության շրջանակներում շատ լուրջ ուշադրություն դարձնել Հայաստանի եվրոպական նկրտումների անթույլատրելիությանը եւ վտանգավորության աստիճանին, որովհետեւ երբ սկսվի այս խայտառակ պատերազմը անգլոսաքսերի կողմից հրահրած մանր-մունր երկրների շնորհիվ, Հայաստանը կհայտնվի շատ աննախանձելի վիճակում, ինչ անի կկործանվի։ Եթե ասի հայտարարի Ուկրաինայի օրինակով, թե այս պատերազմում մենք ռուսների դաշնակիցի չենք, լուրջ կպատժվի։ Եթե ոչ մի բան չանի, լուրջ կպատժվի։ Եթե հակառակն ասի, շատ լուրջ կպատժվի։ Արդեն թուրքերի եւ ադրբեջանցիների կողմից։ Սա պետք է շատ արագ այս ամենի դեմն առնել եւ կանխել մեզ պատուհասող ահավոր աշխարհաքաղաքական աղետը։ Առայժմ այսքանը, նորից կհիշեցնեմ խնդրանքս, բաժանորդագրվեք իմ YouTube-յան եւ Telegram-յան ալիքներին, կհանդիպենք շատ շուտ։